Այամ, պատյոմ։ Արդեն ժամը 7-ն է։ Այո։ Քնա ժամանակը թռնում է։ Ահա, շնորհակալ եմ շատ։ Դե կսպասեմ։ Անահիտ, ես Պատմարտինայի չորահացերից էլի ուզի, էլի։ Հա, բայց այսօր ենք ստացել չորահացը։ Հա, բայց հավատա վաղը չի լինի։ Հա, որ։ Վայ։ Մարգո, կոֆեն դրել ես։ Հա։ Բա ուր է որ դրել ես։ Դրել եմ դարակը, վերցրու սարքի էլի ես բաղված եմ։ Ես ասում եմ այս մեկը։ Չէ, բայց կարող ես։ Այամ, մի հատ արի դու էլ քո կարծիքը էլի ասա։ Այս վատն է։ Այս էլ է վատը։ Իսկ ես։ Այս շատ վատն է։ Այս լավն է։ Ասում էի, չէ։ Լավ, ուրեմն հենց այդ էլ կպատվիրենք։ Հա, Սիլվատա։ Հա, արդեն հասել եմ ձեր տան դիմաց։ Իջի։ Եղա։ Ես խափեցիր ծավեն։ Հա։ Հա, տենց ոնց կլինի։ Դե լավ, Անահիտ ջան, մեծ կին է։ Միջև տնից իջտի դարպասի մոտ ես արդեն իրենստան դիմաց կլնամ։ Հա, ձեծ սմբատ, դե ծարսը մեծ չի լինի, բայց ամեն դեպքում ես տարի անձևները շատ են լինելու, եթե հիմա տանիքը չսարքենք, հետո աղագին ծախսի տակ կընգնենք։ Լավ, կմտածեմ։ Ես դու մտածի, այսօր հորդ ինչ ես ասել։ Ինչի հետ կապված ձեծ սմբո։ Քո ուշ տուն գնալու։ Իրիկունը կգաս, մեր տուն, նարդով ջարդը տալու։ Այդա նարդի խաղալ գիտես։ Ոնց չգիտեմ, ձեծ սմբո նարդո եղած ինչա։ Դե ուրեմն խանութը կփակեք, ուղիղ մեր տուն։ Կյանքի բերնեմ։ Լսի, դու նարդի խաղալ գիտես։ Լավ, Անահիտ ջան, դու ինձ լրիվ դրել ես այլ մոլորակայինի տեղ։ Նարդո եղած ինչա որ չիմանամ։ Երկար թե կարճ։ Ինչի տես բան կա։ Իհարկե կա։ Անահիտ ինձ կսովորացնես։ Իհարկե կսովորից։
Դե տենց էլ խաղալ չսովորեցիր։ Պի, 3-8 հավատում եմ։ հավաքի։ Նորից խափեցիր։ Եկ մոտ կառում։ Չեմ խաղում։ Խաղից բռնող ես։ Հա։ Վիկտոր, մի հատ վաղնար ելի։ Չէ, հեռախոսի բան չի, չէ։ Լավ։ Չաո, Կարլեն։ Դու որտեղից ծլեցիր։ Ծլեցի ու էսը ծաղկելու եմ։ Հələ մի րոպե դուրս արի։ Չէ, որպես կանոն, երբ որ ինձ հրավիրել են դուրս խոսալու, դա շատ տրավմատիկ ավարտ ա ունեցել։ Մեծ որ ես նախընտրում եմ ներսը։ Դու ո՞նց մեզ գտար։ Ձեր ընկերոջ Վիկտորին ավելորդ զգուշությունը չէր խանգարի։ Ես շատ լավ հասկանում եմ այս ամեն ինչի ինչի համար է կազմակերպել։ Անդաստիարակ, շփացած երեխաներ, որոնց պետք է կյանքի դասեր տալ։ Ինչ խոսք, ողջունելի քայլա Կարլեն։ Ասի, դու ինձ Կարլենով չդիմես։ Ոնց ուզեմ այտենց կդիմեմ։ Դու ավելի լավ մտածի, թե ինչ պատասխան ես տալու ընտանիքի անդամներին, երբ որ իրանք իմացան, որ այս ամեն ինչը բեմադրություն է։ Ասի, այդ ջահել։ Ինձ քեզնից շատ ավելի վտանգավոր մարդիկ են փորձել վախեցնել, ոչինչ չի ստացվել։ Չէ, Կարլեն։ Ես ընդհանրապես չեմ ուզում քեզ վախացնեմ։ Ընդհակառակը, ես եկել եմ ստեղ, որպեսզի օգնեմ քեզ ու տանեմ Գաբին։ Մի րոպե, այսինքն եկող շաբաթ արդեն կարող ենք բացում անել։ Բայց շատ լավ, Աշոտ ջան, շատ լավ բան ասացիք, շնորհակալ եմ, շատ։ Լավ եղեք, հաջողություն։ Բան չեմ հավատում, որ մի օր շաբաթ բացվում ենք։ Անկեղծ ասած, արդեն ես էլ չեմ հավատում։ Ինչ լավ է։ Մի րոպե, ես ինչ ծանոթ ձայն է։ Մի վայրկյան ես սա եկա։ Քեզ սրանից քանի հատ է պետք, որ հանգիստ թողնես աղջկաս։ Ինձ ինչա պետք։ Միգել։ Mi amores։ Շուտ է։ Ինչ ես անում այստեղ, մեզ ոնց գտար։ Մարդու մտքին տեղ լինի, Գաբի ջան։ Իսկ ուր էիր կորել։ Ու դու ես ինձ մեղադրում կորելու մեջ, Գաբի։ Հա դե ինձ տեղ գալի իմ մեղավորությունը չէր։ Պապայի գործերը վատացան, քարտերը արգելափակվեցին։ Գիտեմ, էլ մի օսոլ է։ Ասում եմ տենց համարամ իսկ։ Սաղավեն մենակ ես մի կիլո հավի բուտ կուտեմ, քիչ այդքան։ Միգել, դուստը ինչ ես անում, Միգել։ Ես էլ լպրծունը չի։ Ես էլ եմ ուրախ ձեզ տեսնելու համար տղաներ։ Մանավանդ որ լավ լուրով եմ եկել։ Հայրիկս տեղ ինչ է կատարում։ Լսեք, ձեր բոլոր խնդիրները լուծվել են։ Քանի որ իմ ընտանիքի գործերը կարգավորվել են եւ մենք վաճառել ենք մեր Միլանի եւ Հռոմի բնակարանները եւ վճարել եմ ձեր բոլոր պարտքերը։ Լուրջ ես ասում։ Այո, ձեր ունեցվածքը արդեն դուրս է եկել կալանքի տակից, այնպես որ կարող եք վերադառնալ նախկին կյանքին։ Հերս ճիշտ է ասում։ Պապ, ինչի՞ չես խոսում։ Էմոցիաներ։ Հայրիկ ասա մի բան։ Ինչ ասեմ։ Ինչ կար ասեց էլի։ Մենք էլի հարուստ ենք կրա։ Շուտ է։ Պետք է երեխերքին ճիշտ ասել։ Չի կարա Գաբին ամուսնանալ Սրիկայի հետ։ Իրենք ինձ չեն ների։ Լսի, հասկանում եմ, որ փակուղի է, բայց դու դա արել ես, որտեղ իրանք սիրում ես։ Իրանք ոնց էլ լինի դա կհասկանան։ Չգիտեմ, Վիկտոր, չգիտեմ։ Երևի պետք չէր այս ամեն ինչը սկսել։
Չես կարող ասես։ Ժամանակը ցույց կտա։ Իսկ հիմա մտածի, որ իրանց ոնց ես ասելու։ Չգիտեմ։ Լավ, սպասենք գոնե Մարգոն Մալդիվներից գա, հետո կասեմ։ Թեկուզ, բայց անպայման ասա։ Դոպե, ինչի ես ինձ տեղ բերել, վերջապես կասես։ Մենք ամուսնանանք։ Այդ պարզա, բայց հիմա ինչի ենք էստեղ։ Հենց հիմա կամուսնանանք։ Ոնց, Միգել, պապան, մաման, եղբայրներս, իրանց ոչինչ չես ասել։ Կասեմ, Գաբի, ամեն ինչ իր ժամանակին։ Շքեղ հարսանիքն էլ կլինի, Իտալիայից եկած հյուրերն էլ կլինեն, Բոչելին, Տոտո Կուտունյոն։ Կուտունյոն մահացել է։ Հա, բայց իր երկերը չի մահացել։ Գնացին։ Չէ, սպասի, Միգել, ոնց կլինի առանց հարազատների։ Գաբի, դու մտածում ես իմ հարազատները չէին ուզի ներկա գտնվել։ Բայց հիմա կարևորը ես ու դու ենք։ Իմ սիրտը, քո սիրտը։ Իտալիան հենց այսպես է ընդունված։ Պապան է զանգում։ Դուր ես կպատասխանեմ։ Օլա, Կարլեն։ Նա թերախոսը փոխանցի Գաբին, այ ոչխար, ես իրեն եմ զանգել։ Ճիշտ ասած, մենք հիմա կարևոր գործով թաղապետարան ենք մտել, մի քիչ հարմար չի տեղս։ Դուք թաղապետարանում ինչ գործ կարող եք ունենալ։ Հենց է դա, քո կարծիքով մենք ինչ գործ կարանք ունենանք թաղապետարանում։ Լսի, մենակ չասես, թե ուզում եք ամուսնանալ։ Դե լավ, որ չես ուզում չեմ ասի։ Լսի, այ ոչխար, դմակդ կպոկեմ վրայիցդ։ Հենց հիմա հեռախոսը փոխանցի Գաբին, ես այսօր ամեն ինչ կպատմեմ իրեն։ Ճշմարտությունը կասեմ։ Շատ զգացված եմ, Կարլեն ջան, շատ զգացված եմ։ Ես անպայման Գաբին կփոխանցեմ քո բարեմաղթանքները։ Ափսոս, որ անակնկալը չստացվեց։ Ասում եմ Գաբին փոխանցի հեռախոսը։ Հա, ես էլ քեզ եմ շատ սիրում, Կարլեն ջան։ Միգել, պապան ասեց, որ սիրում է քեզ։ Ինձ չէ, մեզ է սիրում։ Գնացինք։ Սպասի։ Սուվա, անծանոթ համար է, հիմա սրա ժամանակը չի։ Հիմա մեզ ոչ ոք եւ ոչինչ չպետք է խանգարի։ Այսօր Սա որ այդ սրիկան անջատեց հեռախոսը։ Լավ։ Զավե նախորդ վերցնում ես ու արագ տեմպերով գալիս եք ինձ մոտ օֆիս։ Ինչի հայրիկ, ինչ է եղել։ Ամուսնանում ա քույրդ։ Ում հետ։ Չգիտեմ, ասում եմ արագացրու եկեք ինձ մոտ։ Կներեք, բլանկները վերջացել է ու պրինտերը չի աշխատում, որ նորը տպենք։ Ոնց կարա տես բան լինի։ Դե հոսանքը ինքան է գնում գալիս, որ ոչ մի տեխնիկա չի դիմանում։ Դե արի թողնենք ուրիշ օրվա վրա, հա Միգել։ Չէ, մի րոպե էլի, մի ամոր։ Բա հիմա ինչ ենք անելու։ Մի 20 րոպե սպասեք, հիմա աշխատողս գնացել է մոտակա քսերոց, կտպի ու կբերի։ Լավ, այսքան սպասել ենք 20 րոպե էլ կսպասենք։ Շուտ ես։ Նույն ինչ է, չորած ես ուտում։ Հա, համովա ուտում եմ։ Քուրը ամուսնանում է, դու նստած հանգիստ չորած ես ուտում։ Հիմա որ չուտեմ չի ամուսնանա։ Արագացրեք, գնում ենք։ Հայրիկ մետքը բացատրես ինչա կատարվում գոնե։ Ես ում ես գիտեմ ինչա կատարվում, գնանք կհասկանանք։ Արագացրեք։ Հերս։ Մենք արդեն բլանկ ունենք եւ կարող ենք սկսել։ Այստեղ կստորագրի Նազարյան Գաբրիելը, իսկ այստեղ Մանուկյան Տաճատը։ Մի րոպե։ Տաճա։ Հա, Տաճատ, ստորագրի դու։ Միգել, ինչ տաճա։ Գաբի, դե հասկանում ես, փոքր ժամանակվանից մայրս ուզեցել է իմ անունը Միգել դնել, բայց քանի որ հայրական կողմս ավանդապաշտ ընտանիք են, պապիկիս անունով են դրել, բայց ինձ մանկուց բոլորը Միգել են կոչել, այնպես որ ստորագրի։ Իսկ ինչի ինձ չէի պատմում։ Գաբի, երբ որ ես վաճառում էի իմ ունեցվածքի մեծ մասը, քեզ, հայրիկիդ ու ձեր ընտանիքը փրկելու համար, ես այդքան հարցեր չէի տալիս, այսօր ստորագրի։ Սերս։ Գաբի չստորագրես։ Պապ։ Քեզ ամուսնանալ չի կարելի։ Ամենայն դեպս սրա հետ։ Բայց ինչի։
Որովհետև նա քո փողերն է սիրում։ Պապ, ոնց կարա տենց բան լինի։ Ինքը իր ունեցվածքի կեսը վաճառել ա, որ մեզ փրկի։ Նա ոչ մի բան էլ չի վաճառել։ Ասեմ ավելին, փրկելու ոչ մի բան չի եղել։ Այսինքն։ Հայրիկ, այդ պահը ես չհասկացա։ Ինչքան էլ որ զարմանալի է, ես էլ չհասկացա։ Անօրինական շրջանառություն չի եղել։ Ոչ մի գումար կալանքի տակ չի եղել։ Վիկտորը մեզ չի խաբել։ Ճիշտ հակառակը, հիմա անհանգիստ օֆիսում նստածա սպասում է, թե ինչպես կավարտվի այս պատմությունը։ Չէ, մի րոպե էլի, ախր ես իմ աչքով տեսել եմ ոնց է ոստիկանությունը մտել մեր տուն։ Դա բեմադրած էր։ Եվ ում կողմից։ Իմ։ Կներեք, որ միջամտում եմ, բայց հերթի մեջ էլի մարդիկ կան սպասող։ Հիմա գրանցում եմ, թե ոչ։ Գաբի չստորագրես։ Գաբի, դու ոչ մեկի մի լսի, դու քո սրտին լսի, չէ որ… Կարլեն, ես կորցնում եմ աղջկատ, բայց դու կորցնում ես քո ամբողջ ընտանիքը։ Դե փախր աֆերիստ։ Մի հատ հարց ունեմ ես։ Այս ամեն ինչը ինչի համար ես դու մեր գլխին սարքել։ Բա ինչ անեի։ Ինչ անեի։ Դուք ձեզ կողքից տեսել եք։ Տեսել եք, թե ինչ անհոգ կյանքով էիք ապրում։ Դու, որ Անգլիայում էիր սովորում, փոխանակ ուղեղդ աշխատացնես մասնագիտությանդ մեջ, ճիշտ հակառակն ես արել, ուղեղդ տվել ես կանանց։ Դա չեմ ասում, որ ուրիշի կանանց։ Այս աշխարհում ոչ ոք այնքան գետինը չի մտել, ինչքան ես, իհարկե քո փոխարեն։ Իսկ դու նորարար մտածող, դու թվացյալ ամեն օր նոր մտքեր էիր բերում։ Մի տարի անգամ չկարողացար սովորել, ոչ մի տեղ։ Ու գիտես ամենավատը որն էր, որ քո այդ հիմար մտքերի համար ես քեզ գումար էի տալիս։ Աղջիկ ջան, իսկ դու քաղքենի ես դարձել։ Մարդկանց արդեն մարդու տեղ չէիր դնում, շահագործում էիր։ Իսկ հիմա ինչ էիր անում, փորձում էիր ամուսնանալ մեկի հետ, այս սրիկայի, ով մարմնավորումն է այն ամենի, ինչը ես ընդհանրապես չեմ կարողանում տանել։ Իսկ մաման գիտեր։ Չէ, մամատ էլ մի լուրջ դաստիարակության կարիք ուներ։ Կներեք ինձ, երեխեք ջան։ Փաստորեն դու մեր մասին տենց ես մտածում։ Չէ, արդեն, չէ։ Պապ, ես էլ քեզ չեմ ուզում տեսնեմ։ Եթե մեր հետ մի քիչ ժամանակ անցկացնեիր, մեր հետ շատ շփվեիր, այս պատմությունը չէր լինի։ Հա,
Վերկաց, Ինչ կա։ տեղ եմ գնում։ Ուր։ Շատ կարևոր տեղ լուրջ հանդիպումը։ Չի լինի առանց ինձ։ Չէ, Իսկ եթե ուրիշ օր։ ոչ, վերկաց։ Ապի միսըտ ինչ եղավ։ Վահանդ ինչ եղավ։ Կրակը հեսա կլնի, միսալը չի բերել։ Հեսա կհասնի Արամ։ Ձեր հեսան դարավ կրիա հեսակ։ Մամա, այդ շոյերի խանութում նենց լավ զեղչեր էին, վաղը անպայման կգնանք։ Կգնանք ու համել կտեսնենք ազատ աշխատատեղ կա թե չէ։ Ես էլ չեմ կարող անգործ մնալ։ Բայց ուր է մեր նվերը։ Մոռացել եմ ես։ Լավ կատակ եմ անում մեքենայի մեջ։ Նաշեն տաս կապակ են անում, ես ասեցի Գաբին փոխվել է, բայց այն աստիճանի չէ, որ ներ ինձ եթե իրան նվեր չբերեի։ Ճիշտ ասում։ Հայրի։ Անցնում էի այստեղով։ Բարև ձեզ։ Սա քեզ, աղջիկս։ Ծնունդդ շնորհավոր։ Դե լավ, ես գնամ։ Չխանգարեմ ձեզ։ Բարի ժամանց։ Ժամանակին մի մարդ կար, փորձեց դաս տալ ընտանիքին, բայց այնպես ստացվեց, որ ընտանիքը իրեն դաս տվեց։ Կներեք ինձ։ Պապ, Չես գալիս։ Համել այսօր մենյուում ժարի տարած հաց կա, ձեթով։ Ներս, հակավորս, ամենս։ Լղջի կորես ոտն վրնես Լավո, Անջանո։ արեքես կեն գորես Ես կարակ մեծ վիրավորական բաներ չասեք, մենակ ժպտացեք ուրախացեք։ Ամենաշնորհակալն ես։ Հիմա ինչ ես ասում, Վիկտոր։ Գալիս ես Մարգոյի պատրաստած հարիսան ուտելու։ Ես այդպես բանը չեմ կարող բաց թողնել։ Հերս, ձյաց կավոր, հարգանքներս։ Բարև Արամ ջան։ Մի հատ գնահատի։ Նոր նախագիծ, հա։ Այո։ Այո։ Արամ ջան, անկեղծ ասած չէի սպասում, որ երբևիցե այս օրը կգա, բայց փաստորեն եկավ, ապրես դու, շատ լավն է։ Լուրջ ես ասում։ Բայց մի բան բաց ես թողել, չես գրել, թե ինչքան գումար է պետք։ Գումար պետք չէ, հերս։ Արդեն լավ է։ Ինձ ուղղակի պետք է քո շրջապատի կոնտակտները։ Մանավանդ այն մարդկանց, ովքեր ընտանիքի անդամների հետ խնդիր ունեն։ Մեր պես էլի։ Ապրես, Արամ, լավ էլ անուն ես տվել։ Օպերացիա Հոբաշեն։ Բոմբելու ես պրոյեկտը։